Եթե իմ մասով եք հասնում, բնականաբար գոհ եմ, որովհետև վարչությունը կուսակցության որոշեց, որ որպես տեխնացու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ինձ կառաջադրի եւ շնորհակալ եմ այդ գնահատակի համար, կարծում եմ իմ վերջ տարիների աշխատանքը այս կերպ նաեւ գնահատվում է։ Պարոն Խանդանյան, լավ եք աշխատում։ Ես կարծում եմ, որ այո, լավ եմ աշխատում։ Ինչու ձեզ Սասուն Միքայելյանը չարժանացավ կուսակցականների վստահությանը։ Գիտեք, կուսակցության վարչությունում անձերի վերաբերյալ քվեարկությունները տեղի ունենում փակ գաղտնի եւ յուրաքանչյուր վարչության անդամ քվեարկում է իր խղճին եւ ամուսնուկներին անպատասխան եւ վերջակարգ վարչության բոլոր 20 անդամների տեսանկյունները հայտնվում։ Շնորհակալ։ Իսկ պարոն Խանդանյան, վարչապետը հայտարարեց, որ հանձնաժողովների հետ կապված է, որ հանձնաժողովները սկզբում գնահատում քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանականների դաշտում է, այսինքն ինքը չասաց, թե ինչ որոշում կա, բայց ասաց քննարկում եղել է։ Դուք կարող եք ասել, առաջին երկու հանձնաժողովի ընտրության իրավունքը քաղաքացիական պայմանագրում է։ Նախապատվությունը որ հանձնաժողովներին կտրվի։ Գիտեք, քննարկումների փուլում է իսկապես այդ հարցը, մենք դեռ առաջիկայում օրեր ունենք եւ այդ օրերը նաեւ շարունակվելու են նիստերի ընթացքում, որովհետև նախ եւ առաջ մենք ընտրելու ենք խորհրդարանի նախագահին եւ փոխնախագահներին եւ ընթացած արդեն խմբակցությունը, նոր ձևավորվող խմբակցությունը այդ հարցերը կքննարկի եւ որոշումներ կկայացնի։ Իսկ խմբակցության քարտուղարի հետ կապված որոշում Այս պահին ես տեղյակ չեմ որոշման մասին, կարծում դեռ քննարկվում է։ Եվ պարոն Խանդանյան, ձեր գրասենյակից դուրս եկավ կարգալույց եղած քահանան Տեր Թադեն, արդյոք ձեր գրասենյակում չի եղել։ Չգիտեմ ճիշտ։ Հա, ուզում եի իմանալ հնարավոր է ինք շատ լավ, ուղղակի այդտեղից է, բայց ուզում եմ իմանալ հնարավոր է իրեն հրավեր է ուղարկվել, թե նիստի Իսկ Կիրակի Գարեգին երկրորդ կաթողիկոս արժե գալու է։ Ճիշտ ասած չգիտեմ։ Դա ընդհանրապես կանոնակարգով սահմանված չէ իմ կարծիքով կաթողիկոսի կամ պաշտոնի զբաղեցնող։ Արժե կանոնակարգ օրենքով է սահմանված։ 33-րդ հոդվածով։ իրավունք ունի Իրավունք ունի մասնակցելու, իհարկե, բայց այո, իրավունք ունի, բայց դա նախագահության տիրույթում է հրավիրել, թե ոչ այս բանը Չեն հրավիրել այս բայդրությամբ։ Ուրեմն դե բնականաբար տրամաբանական է, որ Կաթրին Ներսիսյանին չէին հրավիրի այդ Բայց ինչու է տրամաբանական։ Այստեղ այդ քննարկումը շատ արդեն 2 տարի այդ մասին խոսում ենք։ Դա քննարկելու եւ բանի հարց է, ես չեմ համարում, որ Կաթրին Ներսիսյանը իր վարկով եւ գործելակերպով համապատասխանում է կաթողիկոսի կանոններին։ Շնորհակալ։